X-Factor հեռուստանախագիծը շարունակում է իր ընթացքը Շանթի եթերում։ Շատ շուտով Judge House Pool-ն է մեկնարկելու, որտեղ 7 մասնակից պետք է կարողանան այնպես երգել, որ մնան եռյակի մեջ։ Մեր ժյուրիի մասնակիցների սպասում է շատ դաժան և շատ ծանր ընտրություն։ Լավագույնը մեր մասնակիցներին, բարի լսումներ, իսկ ձեզ բարի դիտումներ։ X-Factor-ն է Շանթի եթերում, կհանդիպենք։ Հայաստանյան X-Factor, Judge House։ Նախորդ շաբաթ իրենց պրոդյուսերներին ներկայացան 16-ից 25 տարեկան տղաներն ու 25-ից բարձր տարիքային խմբի մասնակիցները։ Judge House Pool-ում հայտնված յոթնյակներից ցանկացած 3-ը կարող է հայտնվել ֆինալում։ Սա ժյուրիի անդամների վերջին, թերևս ամենակարևոր որոշումն է լինելու։ Ընտրել այն 3-ին, ում հետ կշարունակեն հետագա պայքարը։ Այս որոշումը կայացնելու հարցում ժյուրիի անդամները միայնակ չեն, իսկ առջևում անվերջանալի թվացող գիշերը։ Ժամանակն է։ Քիչ հետո ժյուրին կհայտնի իր որոշումը։ Սա բարդ և կարևոր պահ է։ Մենք ձևավորում ենք X-Factor 2-ի հիմնական կազմը։ Նրանք 7-ն են, բայց մնալու է ընդամենը 3-ը։ Ողջ գիշեր Նաիրա Գյուրջինյանը որոշումներ է կայացրել, թե այդ 7-ից որ 3-ը պետք է լինեն։ Մեր մասնակիցները ևս մեծերի խումբը շատ անհանգիստ գիշեր է անցկացրել, որովհետև նրանց այսօր սպասում է վճիռ, որը տխրեցնելու է բնականաբար 4-ին, իսկ 3-ին երջանկացնի։ Այսօր շատ հուզված, թե լավ թե վատ առումով հուզված օր է մեզ սպասվում, կհասկանանք ինչ որոշում է կայացրել Նաիրա Գյուրջինյանը անքուն գիշերվա ընթացքում։ Նաիրա Գյուրջինյանի որոշումը առաջինը կլսեն Լուիզան, Այսիա Պողոսյանը և Նարինեն։ Ուզում եմ աշխատել, նախ մեծ փորձ է ինձ համար դա, ինչի համար, որովհետև ուզում եմ սովորել, աշխատել, էլի աշխատել ու հատկապես աշխատել Նաիրա Գյուրջինյանի հետ։ Don't ask me why I love you, it's obvious. Ճիշտն ասած, ես շատ կուզեմ մասնակցեմ հետագա փուլերին, այդ փոփոխություններ մտցնեմ իմ մեջ, ես պատրաստ եմ ամեն փոփոխության։ Ոչինչ չի կարող մոտ սպասել, կարող է և դուր նայեք, բայց հետո համեմատեն մյուս երկողների հետ, բայց ինչ էլ որ լինի, ոչինչ ինձ համար հաճելի էր գալը մասնակցել։ Ամենակարևորը գիտես ինչն է, որ դու ունես շատ գեղեցիկ ձայն։ Ամենակարևորը, որ դու արդեն հասուն երաժիշտ ես։ Ինձ զարմացրեց այն փաստը, որ դու երբեք ոչ միտեղ չես պարապել և այսինքն ունես կուլտուրա, երգելու կուլտուրա։ Ինձ շատ դժվար է այսօր քո նման երգչուհուն ասել, որ դու չես անցնում ֆինալ։ Ցավոք, նորից եմ կրկնում ցավոք, ոչ, որովհետև կային մասնակիցներ, որը մի փոքր տարբերվում էին։ Ուշ կտա ինձ այս փորձությունը, որ հետագայում առաջ գնամ անպայման։ Տիկին այս է, դե դուք արդեն զգացիք ու գիտեք իմ վերաբերմունքը ձեր հանդեպ։ Ուզում եմ երկու հարց ուղղակի ձեզ տամ, դուք իսկապես պատրաստ եք հոգեպես, ֆիզիկապես, որ մենք շարունակենք աշխատանքը միասին։ Այո։ Ես այսօր մեծ բավականությամբ ձեզ ասում եմ այո, մենք աշխատում ենք միասին և չգիտեմ, դուք ֆինալում եք։ Դուք Անցել եմ։ Այ տիկին այսա շնորհավոր։
Տիկինասյան առաջինն է, ով առաջինը եղավ այո ստացած։ Շատ սիրելի Նաիրյան Գյուրջինյանը։ Սվետլանա եւ Տաթևիկ։ Նրանցից մեկը Գյուրջինյանի թիմից է։ Ինձ շատ է դուր գալի հենց այս պրոյեկտը, որովհետև ես ինքս իմ մեջ գիտեմ, որ ես պատրաստ եմ ամեն ինչ։ Որ այդքան եկել եմ, այդ փուլերը անցել եմ 3 փուլը, շատ կուզեի 4-րդ փուլն էլ անցնեմ, գնեմ ֆինալ այդ ամենաուժեղների հետ։ Ինձ ում ամեն մեկն է ուզում գրի ստեղ։ Ու ես էլ եմ շատ ուզում։ Դու շատ պոզիտիվ մարդ ես։ Ես ուզում եմ ասեմ, որ դու շատ թեթև մարդ ես։ Դու ունես հզոր ձայն, բայց տեխնիկական մոմենտները, մելիզմները եւ այլն շատ ծանր են քեզ տրվում։ Դու ոչ պրոֆեսիոնալ երգչուհու համար շատ հետաքրքիր ես։ Ես զգում եմ, որ դրա վրա պետք է շատ աշխատանք կատարվի, որ դու կարողանաս այս տեխնիկային տիրապետես։ Ես գիտեմ, որ շատ երկար ճանապարհ ենք մենք անցնելու միասին։ Բայց երևի ոչ այս պրոյեկտում։ Ես այսօր ուղղակի ուզում եմ քեզ ասեմ, որ դու անցնում ես ֆինալ։ Հետ չեմ կանգնելու երկարվեստից, որովհետև մեծ պլաներ ունեմ ես հետագայում, այնուամենայնիվ ինձ համար շատ մեծ փորձ է։ Շնորհակալություն։ Всё, դու անցնում ես ֆինալ։ Եվ վերջապես Միհրան եւ Արամ։ Նրանցից մեկի համար X Factor-յան ճանապարհը այդպես էլ կմնա չբացահայտված։ Ավելի շատ կարամ ցույց տամ իմ կարողությունները երգելու առումով կամ ինչ որ ուրիշ բաներ ավելի շատ կարամ էլի բացվեմ ու ցույց տամ այն ինչ որ ես կարամ իրականում։ Ես նմանատիպ իրավիճակում հայտնվել եմ սուպերստարի ժամանակ, երբ որ էլի մեկ քայլ էր մնացել մինչև եզրափակիչ, այդտեղ էլ չանցա, բայց իմ համար կյանքը չավարտվեց։ Աշխատանքից ես գանի։ Քննությունից։ Դու նաև սովորում ես։ Չէ, դասում տալիս։ Դաս ես տալիս։ Գիտեմ, որ դու շատ լավ ազնվորություն ես ու ես իսկապես գիտեմ, որ դու կարող ես լինել շատ լավ երգիչ։ Շատ կարևոր է, որ դու ունես շատ հզոր ու լավ էներգետիկա։ Մենք այսօր ամեն ինչը համեմատականի մեջ ենք փորձում դնել, որովհետև ունենք 7-ից պետք է ընտրենք 3-ին, բայց ինչ եղավ, երեք, որ… Ես գիտեմ, իմ համար ամենացավալին հենց այդ էր, որ ես սայթակից այն տաղում, որ երբեք չէի սայթակել։ Կար մասնակից, որը քեզանից զուտ էմոցիոնալ ավելի առաջ էր։ Դու չես անցնում ֆինալ։
Բանը նաև նրանում է, որ ես չի ուզենա, որ սինոպսիսը կորցներ ամենալավ աշխատողին և քո ուսանողները կորցնեին իրենց ամենալավ դասախոսին, բայց թող ներեն ինձ էլի, որտև դու անցնում ես ֆինալ և ես քեզ կտրում եմ բոլոր գործերից, շնորհավորում եմ։ Ես քեզ շատ շնորհավորում եմ։ Շնորհակալություն, շատ մերսի, շատ ուրախ եմ։ Անհանգստությունը անցավ բնականաբար, բայց մեջս ինչ-որ մի բան կա, որովհետև չէի սպասում, բայց շնորհավոր։ Այն ինչի համար եկել էր ստացար։ Սվետլանա, Այսիա Պողոսյան, Միհրան, թիմը կազմված է, նրանց հետ Նաիրա Գյուրջինյանը կշարունակի հետագա պայքարը։ Քիչ հետո Գարիկ Պապոյանը կկազմի իր թիմը։ Առաջինը Գարիկ Պապոյանի որոշումը կլսեն Միքայելը, Ռոբերտը և Կիմը։ Երևի 3 ժամ եմ քնել, չի կարողանում քնել, շատ անհանգիստ էի, բայց իհարկե շատ կտխրեմ, եթե դուրս մնամ։ Տեսնենք ինչ կստացվի էլի մեր մոտ, ինչքան ենք մենք ուժեղ։ Քննարկել ենք, բայց այդ քննարկումների արդյունքը եղել է այն, որ հիմնականում այդ երեակի մեջ այդ բոլոր 7-ը շատ հավանական է, որ լինեն։ Դու երեք ասացիր, որ քո կյանքում լավ բան ես հայտնաբերել ու հայտնաբերել ես այս պրոյեկտի միջոցով, ու այդ երգն է, որտեղ ինքը չէր սպասում, քո մեջ աչքի ընկավ մի բան, որ դու չունես հանձնվելու ունակություն։ Հատկությունը, որ դու ունես, պետք կգար և այն ժամանակ, որ դու լինեիր մրցույթի մեջ, և այն ժամանակ, որ դու չլինես մրցույթի մեջ, որտև երկու դեպքում էլ հանձնվելը խանգարում է, դու կյանքում հանձնվող չես, դու ես հասկացա քո խոսքերից, որ եթե դուրս մնաս, կհասկանաս։ Ես կարծում եմ, որ իմ ու քո ճանապարհը ավարտվում է այս պահին, և ցանկանում եմ, որ դու հասցնես այն մակարդակի, որ մի օր էլի ես ու դու կարողանանք շարունակել սկսած այս պահից։ Լավ, շնորհակալություն քեզ։ Կարևոր է, որ ինչ-որ հայտնագործել եմ իմ համար իմ մեջ, այդ կա հիմի ու կփորձեմ ավելի կատարելագործել, զարգանալ։ Ցավում եմ, բայց եռյակի մեջ դու չկարողացար լինել։ Բայց շնորհակալ եմ, որ այսքան ճանապարհ իրար հետ եկանք։ Շնորհակալություն։ Չգիտեմ հիմա ինչ ասեմ, բնականաբար տխրում ենք, հա, բայց դա ոչինչ չի փոխում։ Հաջորդիվ թողանեմ ինչ-որ։ Ես քո տեղը լինեի, չէի հասկանա, որտեղ դու շատ լավ ես երգում, դու իրավունք չունես դուրս գաս։ Ես ուզում եմ, որ մենք երետ աշխատենք, շնորհավորում եմ դու խմբից ես։ Մերսի։ Շնորհակալություն։ Ժողովուրդ անցել եմ, հա։ Շնորհավոր։ Սավետ տարեմ, ապրես Ավետյան։ Տպավորություններ ես, նախ Գարիկը շատ վախացրեց ինձի, հա։ Երեք չնայած համակերպվել էի մտքի մեջ, այն մտքի հետ, որ արդեն չեմ անցնելու, բայց արիվտես, որ անցել եմ Ավետյանի։ Անցել եմ։ Լեննական առաջ այդում։ Ժողովուրդ չեմ ավարտում, հա։ Մամ։ Բարլես, ինչ կա, ինչ կենեք։ Ինչ կենեք։ Չանցավ։ Եսի։ Լավ, դու խճատնիկ ես տաղը դարձել եմ ես բոն։ Երաս չի է։
չէ, չոլք է։ Տիգրան եւ Արմեն, նրանցից մեկը Գարիկի թիմում է։ Ես եմ ուզում ոսկի ու գանձ, ուրիշներին թող մնա։ Շատ մինչև այս փուլն հասնելը իրոք բոլորս ամենահաճելի էր, լուրջ հաջողություն էր։ Փորձում էի չմտածել, բայց անկախ ինձանից ստացվում էր։ Ուզմունքի մաչ կա, ավելի շատ օգնություն, բայց ելի ծառը շատ ուզված էի։ Ոնց ես։ Նորմալ ես, լավ, ապրես։ Ուրախ եմ, որ մենք մինչև այս փուլը անցել ենք իրար հետ։ Շատ բեմական մարդ ես, շատ արտիստիկ ես։ Գնահատում ես այս կարճ ճանապարհը, որ անցել ես։ Շատ։ Եթե չշարունակես այսօրվանից սկսած, շարունակես մեկը այս պահից, որովհետև դու այս պահը արդեն անցել ես։ Ու մենակ պրոյեկտի ճանապարհը չես, կյանքի ճանապարհը, որ դու անցել ես։ Բաներ ես սովորել, բաներ ես տեսել։ Այս պահին մեր ճանապարհը ավարտվում է այստեղ։ Շնորհակալություն։ Walk me out of here. I'm in pain. It's my soul. Ինչ ասեմ, հաճելի պահեր, հաճելի օրեր։ Լավ ընկերներ հետ ծանոթանալ։ Կարող է լավ լինել, բայց դե շատ ուրախ եմ։ Կարող է էլի փորձեմ, բայց ոնց որ Գարիկ ասես պետք է աշխատել, ու միշտ պետք է աշխատել, եթե նպատակ ունես կհասնեցնես, երբ շատ հաջողություն։ Դու պետք է անցնես ու շատ տաղանդավոր տղա ես։ Ես ուզում եմ, որ մենք իրար հետ աշխատենք, դու անցել ես։ Շնորհավորում եմ։ Երկրորդ մասնակիցն է, ով համալրելու է Գարիկի եռյակը, ես անունը չեմ տա, որ դու չիմանաս ով է անցնողը, ես կշնորհավորում եմ, ապրես։ Ես գիրեի։ Այո, սեմ լենական մոմենտ վրա այդ բանը։ Յարադուտեր։ Երջո եւ Գևորգ։ Անմահության փառք ու պատիվ ուրիշներին թող մնա։ Հիմա արդեն հանգիստ եմ։ Երեկել էի հանգիստ երգելուց հետո, ուղղակի իրիկուն եմ, որ տես ընդհանուր լարվածություն կար, բոլորը մտածում էին, դες փոխանցվեց ինձ էլ, հիշի ես էությամբ մի քիչ հանգիստ եմ։ And I wouldn't catch you and go find somebody that you used to know. Didn't have to cut me off. Իմ դեպքում լարվածությունը իհարկե մի քիչ ավելի շատ է, քանի որ անցյալ X Factor-ում այդքան դրական ավարտ չունեցավ նախագծի շրջանակներում։ Նրանցից ում է տեսնում Գարիկը հետագա պայքարում։ Երկուսն էլ արժանի են լինել ֆինալում, սակայն Գարիկի թիմում միայն մեկ թափուր տեղ է մնացել։ Լավ ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, շնորհակալություն։ Շատ ճկուն մտածելակերպի տղա ես եւ բավականին ռեալ եւ օբյեկտիվ ես նայում հարցերին, քո պատկերացումն ու քո դատողություններին շատ հարազատ են ընդհանրապես։ Ինձ մի պահ թվաց, որ դու սիրում ես երգել, բայց չես սիրում երաժշտություն, այսինքն չես փորում, չի հետաքրքրում, չես փնտրում։ Գործի մեջ եւ այս գործի մեջ, որ ես կուզեի, որ մենք իրար հետ շարունակենք, ինձ համար նաեւ կարեւոր է երգեցողության ճկունությունը։ Ես ունեի ընդամենը 3 մասնակից ընտրելու իրավունք եւ ես արդեն կայացրել եմ իմ որոշումը այդ 3-ի։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ մնացած 3 մասնակիցներից ովքեր պետք է անցնեն, դու մի քիչ զիջում ես Երջո։ Ցավում եմ, բայց ուրախ եմ, որ դու մեկը այդքան տաղանդավոր ես ու դեռ շանսեր ունես։ Շնորհակալ եմ, որ այսքան իրար հետ աշխատեցինք։ Չէ, չեմ անցել, բայց ոչինչ։ I'm in pain as my soul heals the shame. I will grow through this pain. Yes, Yarjani kem, որ ես կամ
Իմ 3 մասնակցի մեջ ցավում եմ, որ չմտան շատերը, բայց դու նրանց մեջ ես։ Շնորհավորում եմ քեզ։ Մերսի։ Շնորհավոր։ Ուզում որ իրար հետ աշխատենք, ապրես։ Աչքիդում։ Վերջապես ֆինալում եմ, շնորհակալություն ասում եմ, աշխատանքը իրոք լավ կստացվի, ես համոզված եմ։ Marek, ale kimzo amen. Yes, in serious. Come. Give me kapa. Kim, Armen, Գևորգ։ Այս կազմով է Գարիկը շարունակելու պայքարը եզրափակիչ փուլում։ Նաիրա Գյուրջինյանի եւ Գարիկ Պապոյանի թիմերը կազմված են։ Այս եթերաշրջանում խումբը, որի հետ դուք աշխատես, դա աղջիկների խումբն է։ Աղջիկների խումբն է։ Շնորհակալություն, շնորհավորում եմ։ 16-ից 25 տարեկան աղջիկներ, նրանք դեռ չգիտեն, թե ով է լինելու իրենց խմբի պրոդյուսերը։ Ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ, որ այսքան երկար ճանապարհ իրար հետ անցել ենք։ Շատ եմ ուզել, որ այս խումբը հենց իմ խումբը լինի եւ իմ բախտից այդպես էլ եղավ։ Ցավոք սրտի ձեզանից 4-ը այսօր լքելու են նախագիծը եւ 3 շարունակելու են դեպի ֆինալ, բայց ես կարծում եմ արդեն իսկ 2000 քանի հոգուց արդեն անցնել այստեղ եւ այսօր ներկայանալ նորովի եւ յուրովի, կարծում եմ արդեն հաղթանակա ամեն մի քայլը։ Ամեն մեկը այնքան լավն եք, որ այսօր արդեն այս փուլում եք։ Ես այսօր մենակ չեմ այստեղ, մենք ունենք նաեւ հյուր, որը որ մեծ սիրով ընդունել է իմ հրավերքը, որը որ եկել է որպեսզի ձեզ լսի, իր խորհուրդները ձեզ տա, դա այն երկչին է, որը որ ժամանակին ստիպվեց հայ հանդիսատեսին հուզվել եւ բազում, հա, երկրպագուներ առաջիններից էր, որ ուներ այդքան երկրպագուների բանակ եւ ինձ հետ այսօր այստեղ շատ սիրված երգչուհի Կրիստինե Պեպելյանը։ Ողջույն բոլորին, ես մեծ սիրով եմ եկել այսօր ձեզ հյուր, հուսամ, որ դուք իսկապես շատ տպավորիչ կլինեք, չնայած որ ձեզանից շատերը արդեն տպավորիչ են։ Այնպես որ այսօր ինձ համար շատ սպասված է, ես ուզում եմ, որ դուք շատ հավաքված լինեք, շատ լավ ներկայանաք, վստահ եմ այդպես էլ կլինի։ Դե ինչ, ամեն ինչ պատրաստ է, Ջաչաուս փուլ աղջիկների խումբ։ In the universe as we moonshine on my leaf, feed the worms but never die. We're like diamonds in the sky. You're a shooting star I see, a vision of ecstasy. When you hold me, I'm alive. We're like diamonds in the sky. I knew that we'd become one right away. Oh, right away. So alive, we're beautiful
a diamond. So shine bright tonight. You and I, we're beautiful like diamonds in the sky. Eye to eye, so alive. We're beautiful like diamonds in the sky. Shine bright like a diamond. Shine bright like a diamond. Shine bright like a diamond. Whoa, yeah. Shine bright like a diamond. 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 Արդեն կարող ես գալ միանալ մեզ ու պատմել ոնց անցավ լսումը։ Շատ լավ էր, շատ լավ էր։ Ինքը լավն էր։ Միակ բանը, որ հետագայում իրան պետք կլինի անել, դա նա, որ ինքը իր վիճակով երգի, ինքը Ռիհանայի տեմբրով էր երգում, նույն պոչիկներով, նույն խաղերով, բայց կարծում եմ դա ավելի մի քիչ փորձառության ու բազայի հարց է։ Քո սրտով էր այն երգը, որը քեզ էր բաժին ընկել։ Այո, իսկապես իմ սրտով էր, ես շատ եմ սիրում Ռիհանայի ձայնը, հենց իր այդ չեմ շփվել, որ իրան սիրեմ, բայց ձայնը շատ եմ սիրում ու մի քիչ նմանացնում եմ իմ տեմբրին, ինձ թվում է ինքը հենց դրա համար էլ տվել էր այդ երգը։ Միգուցե դրա համար եմ հենց գնացելու այս երգը, դոս մտածել, որ ինք երգի։ Ճիշտ տեմբրի մեջ միշտ նկատել եմ։ Ինչ եք երգելու։ Demi Lovato Skyscraper։ Հավանում եք այս երգը ինչ որ երգում եք, թե ուղղակի ծանոթ չէր ինձ երգը, բայց երբ որ լսեցի շատ դուրս եկավ։ Հիմա ձեր սրտով այս երգը։ Այդ նշանակում է, որ լավ կերգեք։ Հա։ Դե փորձեք։ You can take everything I have. You can break everything I am, like I'm made of glass, like I'm made of paper. Go on and try to turn me down. I will be rising from the ground like a skyscraper. Untangle you from me, would it make you feel better to watch me whilst I build? All my windows still are broken, but I'm standing on my feet. You can take everything I have, you can break everything. Take everything I have, you can break everything I am, like I'm made of glass, like I'm made of paper. Go on and try to turn me down. I will be ground to the ground like a skyscraper. Շատ լավ, շատ հետաքրքիր, ամեն ինչ տեղսած շատ լավ անցնում, մենակ միտեղ բառերս մոռացա։ Ոնց տակից դուրս եկար։
underground like Ոնց էր Քրիստինե Պեպելյանի ու Անդրեի տրամադրվածությունը քո հանդեպ։ Շատ լավ, sense բարի դեմքերով պուպուշ նայում էին ինձ։ Հիմա ավելի դժվար է ինձ թվում, որովհետև սկզբում երբ որ գալիս են մասնակցելու, լավ ու վատը տարբերում ես, բայց հիմա երբ որ արդեն ընտրած երեխեք են մնացել, իրանց միջից ավելի դժվար է ընտրությունը։ Հիմա ես երկրորդ մասնակցին լսում եմ ու հասկանում եմ, որ հետո էր նույն իրավիճակն է լինել։ Առաջին անգամ եմ երգում, դանդաղ երգ, բայց կփորձեմ ունել։ Միշտ արագ երգեր եք երգել։ Ավելի էներգիայով, հա։ Դանդաղ երգը դեռ չի նշանակում առանց էներգիայի։ Դանդաղ երգերի մեջ էլ շատ էներգիա կա, այնպես որ եթե դուք էներգիայի կողմնակից եք, այս երգի մեջ հաստատ կգտնեք շատ լավ էմոցիաներ ու լավ էներգիա։ Դու լռի այս մեղեդին, չլսես դու ձայնը իմ, չտեսնես աչքերս թաց, խավարի թող լույսը իմ, որ փախչեմ քո հայացքից և թավծեմ մենակ սիրուս մասին, դուր թևեր, որ դեպի երկիր ճաղրեմ, դուր կերասներ, որ այնտեղ ես կեզ տեսնեմ, մեկ համբույր, դուր որ ես անվերջ ապրեմ, դուր իմ դուր, որ կեզ այսօր ասեմ, էրանում Ես պակում եմ այն ուղին, որ կոտրել է սիրտը իմ, բերելով կեզ մոտ դարձրել գերի, ցավում եմ սիրելիս, որ էլ ետ չենք բերի, մեր սիրո արևը չի արի, դուր թևեր, որ դեպի երկիր ճաղրեմ, դուր կերասներ, որ այնտեղ ես կեզ տեսնեմ, մեկ համբույր, դուր որ ես անվերջ ապրեմ, դուր իմ դուր, որ կեզ այսօր ասեմ, էրանում Մեծով ենք անում և Կարինե ջան, արի ինձ մոտ, արի քեզ գրկեմ դողը տանցնի, լավ ես։ Արդեն հա։ Ինչ էր եղել, ինչ էր։ Չգիտեմ, ես առաջին անգամ սենց հուզված։ Ենթադրում եմ, որ ինքը կարող լիներ ավելի լավը։ Ինձ այդպես է թվում։ Երևի երկից էր հուզվեցի, չգիտեմ։ Դու դանդաղ երկեր չես սիրում, ոնց հասկանում եմ։ Ես սիրում եմ, բայց չէի փորձել ու այս անգամ փորձեցի, չգիտեմ։ Ինչ դժգոհ ես քեզանից։ Հա, որտեվ ես չպիտի հուզվեի։ Իմ համար գրած երգը ուզում էի լսեի։ Հա? Իմ համար գրած երգը ուզում էի լսեի։ Քո համար գրած երգը ո՞րն էր։ Այս երգը իմ համար էր գրել, այսինքն նվիրեց ինձ եթերում։ Հա, հետո հետ վերցրեց։ Հետո ինձ ստացվեց, որ հետ վերադարձվեց հողերը։ Սիրշա, բայց այդ անելու բան է։ Բայց ես ասեմ լավ արել աչքիս որ վերցրել, որտեղ այդ երգը լավ է երգում ինքը։ Ես էլ եմ ասում, սիրում եմ այս երգը քո կատարումը։ Հələ դու երգի տեսնեմ ոնց կերգեիր։ Չեմ երգում։ Սիրշա ճիշտ է սարել, որ այդ երգը վերցրել։ Հետ տված նվերները չեմ երգում։ Հուզված եք։ Շատ։ Շատ։ Ինչի եք հուզված։ Չգիտեմ, ուղղակի ես հիվանդ եմ եղել այս ընթացքում, 2 օրվա ընթացքում սովորել եմ երգս, ստում եմ բառերը մոռանալու եմ կեսից։ Իսկ դուք աշխատեք չմոռանաք, որովհետև դուք մի հնարավորություն ունեք երգելու, փորձեք ամենա այտենց հավաքված ձևով ներկայանաք, որ մենք էլ կարողանանք ճիշտ ու լավ տպավորություն ստանանք։ And the melodies I come, in you I can be strong. I look to you, I look to you. Yeah. After all my strength is gone,
am I falling less, sinking to rise no more, searching for that open door. In every road and I'm taking with too much regret, and I don't fall, it's gonna make it. And to believe in me, my head, I look to you. I look to you, yeah. And our melodies are gone. In you I can be strong. I look to you. I look to you. Our melodies are gone. In you I can be strong. I look to you. Come and tell me. Oh, just wanna feel it. Set me free. Take me far away from the battle. I need you. Shine on me. I look to you. I look to you. Yeah. And our melodies are gone. In you I can't be strong. I look to you. I look to you. Oh, yeah. Շատ լավ։ Մի քիչ հիվանդ եմ, վատառողջ եմ, բայց երևի թե լավ ստացվեց։ Գոհ ես քեզանից։ Հա։ Այդ գրիպոզ վիճակը ես կարծում եմ, որ մի փոքր իրան խանգարեց, որովհետև հատկապես մելիզների ժամանակ, այդ ֆալցետների ընթացքում, հանձումների ժամանակ զգացվում էր իր տեմբրից, որ ինքը այդքան էլ առողջ։ Այդ ընդհանրապես հենց ոնց որ հոգեվիճակը իր բան էր։ Այդպես երկի մեջ հոգեվիճակը։
Շատ լավ ժպիտով դուրս ես եկել։ Ուրախ։ Չգիտեմ ինչ ուրախության ժպիտա թե ինչ ժպիտա։ Արի միասին հասկանանք։ Իրա միջին ռեգիստրն է լավ։ Հենց միջին ռեգիստրը, օրինակ որտեղ որ չկա սուբտոն, որտեղ բան չկա ավելի նապորա, մի քիչ։ Ինքը ավելի վստահ է իր անձնում, բայց դες որտեղ որ ֆալցետներ կար, որտեղ որ պիտի ինքը փափուկ սկսեր սկիզբը բանը դժվարանում էր։ Լավ էր երևի։ Համենայն դեպս ժպիտով են նայում, ոչ մի բացասական բան։ Ոնց է ժպտում Քրիստիանային ցույց կտաս։ Իսկ Անդրեն։ Անդրեն ինչպես միշտ։ This is the end. Hold your breath and count to 10. Feel the earth move and down. Hear my heart burst again. For this is the end. I've drowned and dreamt this moment. Overdue I owe them. Swept away I'm stolen. Let the sky fall when it crumbles. We will stand tall, face it all together. Let the sky fall when it crumbles. We will stand tall and face it all together. Let the sky fall. Let the sky fall. Skyfall is where we start. Thousand miles in, poles apart. 7 days and all the dark. You may have my number, you can take my name, but you never have my heart. Let the sky fall when it crumbles. We will stand tall and face it all together. Let the sky fall when it crumbles. We will stand tall and face it all together. Let the sky fall. Let the sky fall when it crumbles. We will stand tall. Let the sky fall. Yeah, where you go, I go. What you see, I see. I know I'll never be me without a security on your loving arms, keeping me from harm. Ոնց անցավ։ Լավ։ Գոհես։ Ելույթից ինչպես միշտ ոչ։ Ծաղրոտքից էլ նյարդայնում։ Չէ, ես նյարդայնում եմ, երբ որ զգում եմ այստեղից դողումը, բայց չի դողում։ Այսօր չի դողում։ Ես ոդկ արդեն պահել եմ շալած։ Չէ, հա, այսօր նորմալ է։ Լավ է, հա։ Գայանեն 17 տարեկան է, այդ պլյուսը։ Տեմբրը հետաքրքիր է, պլյուսը։ Միմիկաները դեմքի հետաքրքիր է, ակտիվ է, այդ պլյուսը, բայց իմ կարծիքով, համենայնպես այս ելույթի, այս մի քանի րոպե, այս 3 րոպեների ընթացքում, որ մենք իրան լսեցինք, կուլմինացիան դեմքի վրա տեսնում եմ, բայց տեմբրով չեմ լսում։ Ձայնով արտահայտիչ չէ։ Այսինքն առաջին տան կրկներքը երկրորդ տան կրկներքից պրակտիկորեն չտարբերվեց շատ։ But something happened for the very first time with you. My heart melting to the ground. Found something true, and everyone's looking around, thinking I'm going crazy.
care what they say. I'm in love with you. They try to pull me away, but they don't know the truth. My heart's crippled by the way that I keep on closing. You cut me open and I keep bleeding, keep bleeding, love. I keep bleeding, keep bleeding, love. I keep bleeding, keep bleeding, love. You cut me open. Trying hard not to hear, but they took so much. The precious one in my ears, tattooing me wisdom. Yet I know that the goal is to keep me from falling. Hey, but nothing's greater than the rush that comes with your embrace and everything that I see your face. Yet everyone surround me think that I'm going crazy. Maybe, but I don't care what they say. I'm in love with you. They try to pull me away, but they don't know the truth. My heart's crippled by the way that I keep on closing. You cut me open and I keep bleeding, keep bleeding, love. I keep bleeding, keep bleeding, love. I keep bleeding, keep bleeding, love. You cut me open and it's raining all of me. Oh, that find it hard to believe. I've been weighing the scars for everyone to see. I don't care what they say. I'm in love with you. They try to pull me away, but they don't know the truth. My heart's crippled by the way that I keep on closing. You cut me open and ամեն ինչ նորմալ էր, ես ոնց հասկացա քեզ հետ միասին երկում էր Քրիստինան քեզ բավական լավ էմոցիաներ էր տալիս։ Հա, բայց ես ինձանից դժգոհ եմ։ Ինչու՞։ Դուրս կարա ավելի լավ կատարեի, այդպես ասեմ։ Նախորդ փուլում ինքը կոնկրետ բեմում վերցրեց մեզ, շատ բեմական էր, շատ դրայվով էր ու երևի ամենաուժեղն էր այդ փուլի։ Աղջիկները ներկայացան, մնում է ընտրել այն երեքին, ում հետ Անդրեն կշարունակի պայքարը ֆինալում։ Նրանք իրենց կյանքի ընթացքում քննարկել են շատ բաներ։ Այսօր հերթը հասել է որպեսզի Անդրեի լավագույն ընկերներից Քրիստինե Պեպելյանը իր մասնագիտական խորհուրդները տա եւ 7-ից օգնի Անդրեին, որպեսզի ընտրվեն 3-ը լավագույն։ Եռյակը կազմվելու է անքուն գիշերվա լարված գիշերվա ընթացքում։ Նախագծում այնպիսի 3 հոգի պիտի վերցնեմ, որ գոնե հասկանան, որ ես ունեմ իմ մեջքին կանգնած հանդիսատես հեռուստադիտող, որը որ կսիրի մասնակցի եւ կքվեարկի, ես չեմ հասկանում ինչ պրինցիպով պիտի ընտրվի։ Ասես որտեղ բոլորն էլ այս փուլին հասել են ինչ որ մի բան ունենալով։ Չկար թույլ մասնակից, բարձր կար թույլ ելույթ կամ ինչ որ թերություններով երկ ներկայացնել, բայց մասնակիցները բոլորն էլ հավասար ուժերով են։ Շանս եմ ունեցել այսքան անցնեմ, որովհետև այս մրցույթը կարա տա երկող մարդուն, այն ինչ որ չի կարա տա ուրիշ ոչ մի մրցույթ։ Այսինքն այս մրցույթի շնորհիվ մարդ շատ արագ ու շատ վստահ քայլերով առաջ է գնում, ու այն որ ես հասել եմ արդեն այստեղ, դա իմ համար շատ մեծ հաղթանակ է արդեն։ Չեմ կարող այսօրվա ելույթի վրա հիմնվեմ։ Այդ է բարդը։ Ինքն էլ այսօր շատ հուզված էր, իրանից ոչ մի բան չհասկացա այսօր։ Որտեվ եթե այն փուլում ինքը ուժեղագույնն էր համարվում եւ բոլորս միաձայն 4 ժյուրին, երբ որ հարցը գնում էր, որ ինքը պիտի գնա խմբերին միանա եւ գնում էր դրա մասին խոսքը, որ ոչ ամենաիարկի կերպարն է, ոնց ես դու իրեն խումբ ուղարկում ու այսօր ինքը գալիս է եւ
Ես չեմ տեսնում այն ինչ որ այն փուլում էր ինքը։ Մտածում եմ, որ չեմ անցնի, այսինքն եթե անցնեմ էլ, ավելի լավ է ես ինձ sense տրամադրեմ, որ եթե անցնեմ ուրախանամ, իսկ եթե ես ինձ մտածեմ, որ ես անցնելու եմ, չէ, ես կանցնեմ ու հանկարծ չանցնեմ, այդ շատ արդեն մի քիչ կկոտրվեմ։ Եղան մարդիկ, որոնց որ ես հավատացի։ Իսկ մարդիկ եղան, որոնք լավ են երգում, բայց ես չէի հավատում իրան։ Չեմ հավատում, նայում եմ ու չեմ հավատում։ Ինչքան էլ որ ինքը լավ է երգում։ Ես լսում էի իրան, շատ էի հավանում։ Նայում էի ու ինչ որ բան պակասում էր ինձ։ Եթե ես չանցնեմ, իհարկե ես եմ մեղավոր, ուրիշ ոչ մեկ մեղավոր չի։ Իսկ լավ երգելու դեպքում հաստատ չի հուզվի, որովհետև ես այդ բնավորությունը չունեմ, էլի։ Նույնիսկ ես նորից եմ կրկնում, իհարկե կրկնվում եմ, բայց ինձնից չէր, էլի, այս ձևով ներկայանալը։ Ես շատ սիրեցի ինքը ոնց երգեց։ Շատ եմ Անգամ համանել։ են ֆալցետների մասերը, որ չէր ստացվում։ Ֆալցետները լավ չէր, բայց Միջին ռեգիստրը իրա իրոք շատ լավն էր։ Լավ եմ տրամադրված։ Հիմա թե ինչ կլինի, չգիտեմ։ Անդրեյցը կախոց։ Բա։ Ինքը շատ բեմական է, շատ։ Ինքն էլ է շատ բեմական։ Տեսել եմ, ելույթ եմ տեսել, պայթացրել է բեմը մենակով։ Լուրջ եմ ասում։ Շատ կարևոր է։ Նույնն էլ ինքը։ Շատ կարևոր է, շատ։ Գայանեն հանգիստ խղճով չի քնելու, որովհետև բացի նրանից, որ ինքը շատ վատ ելույթ է ունեց, շատ վատ չէ, համարյա վատ ելույթ է ունեցել, բացի դրանից ինքը նաև շատ հետաքրքիր օր է ունեցել։ Քո երեքը կուզենայի օրինակ դու առանց։ Իմ համար շատ դժվար կլինի առանձնացնել իհարկե, բայց պիտի փորձեմ, ոնց սպասի։ կլներ քո ընտրությունը։ Ինձ որ թողնես, ես պատահականության սկզբունքով 3 հոգի կառանձնացնեմ մի կողմ կդնեմ առանձնայելու, որովհետև ամեն մեկն էլ իր տեսակի մեջ հետաքրքիր են։ Շատ դժվար է լինելու, որովհետև ես ոչ լուրջ եմ ասում եմ, որ անդադ մտածում ես չսխալվես։ Հիմա իմ մոտ է դա։ Շատ հետաքրքիրն է։ Վերջ։ Շատ, ինքը շատ հետաքրքիր է։ Ուրախ եմ, որ այսքան հասել եմ մինչև այստեղ, որովհետև դա շատ մեծ բան է, հազարավոր մարդկանցից լինել գլխավոր յոթնյակում։ Շատ հեշտ է անցնում ու շատ հետաքրքիր է, բայց շատ հանգիստ եմ ինքս ինձ։ Օրինակ ես մեծ հաճույքով այս երկուսի հետ կաշխատեի։ Այն առումով, որ ես տեսնում եմ, որ կարամ ինչ-որ ինքն էլ չգիտեմ։ Եթե անցնեմ, ինձ այդ կլինի մի հատ շանս էլի վերադառնամ Հայաստան, շատ եմ սիրում Հայաստանը, բայց չի ստացվում մոտ տենց գնամ գալ, բայց այս կլինի մահանա, տենց վար մահանա, հա, ու ես շատ եմ ուզում, ձմերը տեսա Հայաստանի, շատ է դուրս գալիս, մեր գեղեցիկ հողն ու ջուրը, հա։ Հա, բայց եթե հիմա դու ընտրես ու անցնի 2 րոպե, ես կարողա դժվարությամբ անեմ էլի նույն ընտրությունը։ Ես չգիտեմ ում եմ ընտրելու։ Դες դու արդեն առանձնացրեցիր քո մտածած եռյակը, ես մինչև հիմա չգիտեմ։ Դու մի ամբողջ գիշերուն ես առանձնացնելու, կնստես քո համար երկար բարակ կմտածես ու կառանձնացնես։ Քննարկումն ավարտված է։ Անդրեյի որոշում։ Ցավում եմ, դու իմ եռյակում չես։ Գիսանեպալյան եւ խմբեր։ Այս հանդիպման, ելույթների, հույզերի եւ որոշումների մասին հաջորդ շաբաթ։ Իսկ մինչ այդ հետևեք օրագրերին։ X Factor։ Բացահայտեք ձեր մեջ լավագույնը։ Առայժմ